Կանես նենց, ոնց որ ասում է Հովան։ Ես ու Ադելը գնում ենք, որ ես հանգիստ լինեմ ընդեղ։ Չմտածեմ, որ ստեղ մենակ ես եղել։ Ես Վիգենի հետ չեմ շփվում։ Ու շատ վաղուց։ Հա, որովհետև Վիգենը ամուսնացել է քո սիրած աղջկա հետ։ Ես տեսել եմ այդ կնոջ նկարը, Այվազեն ստանը, ու քո հեռախոսի մեջ էլ կար։ Ես Այվազի հետ նոր եմ վերականգնել մեր շփումները, ու դու գիտես ինչ գործի համար։ Ես վաղ թե ուշ վերջ էի տալու այդ ամեն ինչին։ Պապ, քոնը գործ է, իմը սեր։ Ես չեմ կարող վերջ տալ դրան։ Ու ընդհանրապես, դու ես ինձ ուղարկել այդ բակ, որ ես տարածքը ուսումնասիրեմ։ Ես հո չէի պլանավորել, որ այդ աղջկան պետքա տեսնեմ, հələ մի հատ էլ սիրահարվեմ։ Էնպես որ ինձ չի հետաքրում ինչ ա եղել 1000 տարի առաջ։ Ես իմ ուզածին հասնելու եմ։ Իսկ դու այդ աղջկա կարծիքը հարցրել ես։ Պապ ջան, եթե ես այդ աղջկա կարծիքը հարցրած չլինեի, մեր խոսակցությունը չէր գնա։ Ուղղակի Այվազը իմացել է մեր մասին։ Ու հիմա վստահ եմ, որ իր աղջկա ականջները լցնում է, որ ես իրան սուտ եմ ասել ամեն ինչ։ Պապ, ինձ չի հետաքրքրում ինչ ա եղել այն ժամանակ։ Ես հասնելու եմ իմ ուզածին։ Ուղղակի եկա քեզ զգուշացնեմ։ Եղավ։ Ուրիշին ես սիրում, ուրիշի հետ ես հանդիպում, Հովոյի հետ ես ուզում ամուսնանաս, իմանալով, որ սիրում եմ Հովոյին։ Ես քո հետ 1000 անգամ խոսացել եմ այս թեմայով, Լիզա, ու դու ինձ ոչ մի բան չես ասել։ Տենց չի եղել։ Ես երբ որ իմացա։ Լիզա, հասկանում ես, չէ՞ որ էլ ոչ մեկս քեզ չենք հավատում։ Հիմա ինչ էլ ասես, էլ չենք հավատալու։ Իսկ դու այս ամբողջ ընթացքում խաղացել ես Ադել։ Ես չեմ խաղացել։ Ես ընդհանրապես չեմ ասել։ Իսկ չասելն ու խաբելը տարբեր բաներ են, Լիզա։ Ու դու հələ ինձ մեղադրում ես։ Դու խոսալու տեղ ունես։ Ադել, քեզ ախր շատ սխալ ես է պահում։ Իսկ դու սուս մնա։ Դու ամեն ինչ իմացել ես։ Դու իմացել ես Լիզայի գաղտնիքների մասին ու ոչ մի բան չես ասել Մաշա։ Արտակդ շատ կհպարտանա քեզանով։ Ոնց ես բալես։ Սարիկին չգտա, բայց կգտնեմ կլուծեմ հարցը։ Ավետը ամեն ինչ կանի, որ անգամ պատահական չհանդիպեք։ Տոմսեն երան թղթեն եկել եմ, մենք վաղը թռնում ենք։ Դու մի քանի ժամ ունես Հովոյի հետ խոսելու։ Մեր թռնելուց առաջ դու պետք է իրեն ստանա լինես։ Ուրիշ տարբերակ չկա, Լիզա։ Ես քեզ մենակ չեմ թողնի ու գնամ։ Լիզայի հետ խոսացել ես, գիտես չէ, ես եմ Հովոյին գլխի գցել այդ ամուսնության պահերը արագացնան։ Ոնց։ Դե, շել եմ որ վաղթն է էլի, բանը մերը։ Շատ իզուր։ Ինչի։ Դե որովհետև պետք չի խառնվես, ինչ կանեն, կանեն։ Մաշոկս, ես ուղղակի խորհուրդ եմ տվել, Հովոն էլ հավնել է տված այս խորհուրդը։ Չգիտեմ ինչ ա լինելու։ Ինչ պիտի եղնի, մարդիկ իրար կսիրեն, մի ամուսնանան, թե չէ վերջը։ Ախր այդ ամեն ինչը նես չի ոնց դու ես մտածում։ Այսինքն։ Արդ Լիզան շատ խառնա։
Ինձ թվում է ինքը դեռ պատրաստ չի ամուսնությանը։ Այն էլ Հովոյի հետ։ Ինչ խոսա։ Այսինքն ինչ է եղել։ Դե չգիտեմ, այն օրը ասում էր, որ խառնել է սերը կապվածության հետ ու չգիտեմ։ Լավ բան չսիր։ Փաստորեն Հովոն ճիշտ էր էլի։ Ինչ իմաստով։ Դեքսեր Լիզան վերջերս փոխվել է, սառել է։ Ես եք մտածեի անիմաստ խոսանք։ Չափազանցնենք։ Չէ, ճիշտ էլ զգացել է։ Ուղղակի ես էլ չեմ պատկերացնում ոնց են խոսելու, ոնց է ասելու։ Ես անկեղծ չեմ պատկերացնում ինքը Հովոյին դրա մասին ոնց է ասելու։ Մաշ կարող է ինչ-որ բան կա, որ դու գիտես, ոնց չես, հա։ Ալո։ Բարև ձեզ։ Ադելի հետ եմ խոսում։ Հա, ով է։ Ես մի օր եկա ձեր տեղատուն։ Դուք հետևիցս եկաք։ Երանի չգայիր։ Ուզում եմ ձեզ տեսնեմ։ Կարելի է։ Ինչի համար։ Ինչ ա ուզածդ։ Ուզում եմ ձեզ ամեն ինչ պատմեմ։ Ես գնացել եմ տեղատուն ու ձեր համարն եմ վերցրել։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ ձեզ ով արել։ Ես ամեն ինչ կպատմեմ։ Ճիշտ ես ասում։ Որ մեր տանտեղը բացատրեմ կգտնես։ Հա, ուր էլ ասեք կգամ, բայց մենակ այսօր չէ, արդեն ուշ է։ Ես ձեզ անպայման պետք է պատմեմ։ Լավ, դե հասցենք ուղարկեմ։ Ալո։ Պարոն գնդապետ, կեղծ փողերի մասով գործը փոխանցել են պարոն Մելիքսեթյանի բաժին։ Մեր բաժնից վերցրել են գործը։ Ու արդեն հրաման կա, շուտով կձերբակալեն բոլորին։ Բոլորին։ Հա, ովքեր կան գործի մեջ։ Արսենին էլ հենց Ալո։ Ալո։ Բալես հոգնած չէր, ես եմ։ Չէ, ինչ ա եղել։ Ինձ ասա, պապային երբ են թռնում։ Վաղը։ Հաստատ։ Հա, վաղը թռնում եմ։ Լավ։ Իսկ բոլորը տանն եք, չէ՞։ Պապան ինչ անում։ Հա, տանն են, քնած ա պապան։ Լավ, եղավ, բարի գիշեր աղջիկս։ Բայց ինչ ա եղել։ Չէ, ոչ մի բան։ Սուլը։ Հանգիստ, բաց թող։ Հանգստացի։ Եմ հանգստան ասա։ Թող հասկանանք խոսենք, հասկանանք։ Բաց թող։ Ինչի ասեցիք, որ այստեղ խոսենք։
Բալես, մենք իրականում շատ բան ունենք խոսելու, բայց հիմա ուրիշ բանի համար եմ եկել։ Հովոյ։ Չէ, Մինչև այդ ես լավ նորություն ասեմ։ Ադելի վերջին հետազոտության պատասխաններն են եկել, բժիշկն ասել է, որ հոդերի ոսկորները սկսել են վերականգնվել ու կարիք չկա արդեն գնալու այստեղ կանեն։ այսինքն այսօր չեն գնալու։ Չէ, որովհետև վիրահատության կարիք էլ չկա։ Բա ուր է երեդ։ Պետքա գնան, չէ։ Հենց այսօր պետքա գնան, մի վարկյան նույնիսկ չի կարելի կորցնել։ Ես այն օրը քո մոտ եկա ու ասեցի, որ տղուտ հանես Վիգենես տնից։ Չէ, բայց բանից պարզվում է, որ դու դրանով չես սահմանափակում։ Իմ տուն ես ուղարկել։ Սխալ ես։ Դե որ սխալ եմ, դու ճիշտն ասա։ Այվազ, ուրեմն դու այսքան ժամանակ ինձ լավ չես ճանաչել։ Այսքան ժամանակ դու մտածել ես, որ ես տես բանի ընդունակ եմ, հա։ Էդ ես մտածել։ Լսի, ես Սարիկն եմ, ուրիշ մարդ չի։ Լավ մտածի, ինչ ես խոսում։ Ես այդպես բան չէի անի։ Ինչ ուզում ես հիմա ասա, այդ երեխեքը իրար սիրում են։ Այդ անհնար բան ես ասում։ Այդ մեկը դու չես որոշում։ Կյանքում բան չսովորեցիր։ Սարիկ Մակարյան, Արսեն Իշխանյան, դուք ձերբակալված եք, մնացածը տեղում։ Զենք հանելու կարիք չկա։ Վերջ։